կոմպլեքսը ձևավորվում է մարկային միջավայրում, ձեր շրջապատում։ Եթե դուք ջունգլիում հայտնվեք, դուք հո կապիկից, աղվեսից, մողեսից ոչ եք կոմպլեքսավորվել, չէ՞ մողես եկավ, այ ամաչն է մողեսից, կամ առյուծը որ եկավ։ Ամաչելու ժամանակ չկա, կամ կռվում ենք, գալիս է այստեղ այդ մեր բնական պաշտպանողական համակարգը։ Հարցակվիր, սառիր կամ փախիր։ Այս երեք հիմնական բնազդներն են մեր օրգանիզմում ու առանցնակ բոլոր կենդանիների, որտեղ մենք ենք կենդանիներ։ Հետևաբար այս կոմպլեքսները առաջանում է մարդկային միջավայրում։ Եվ եթե դու կոմպլեքսավորված ես, սա տրամաբանական շղթաներ են տամ ժողովուրդ չար, ուրեմն դու չես հասկանում, թե մարդը ով է իրականում։ Այսինքն դուք մարդկանց ուրիշ ձև եք պատկերացնում, բայց իրականում մարդիկ այստեղ են, այսպես, այ ամենաներքերը, դուք վերև եք։ Ամեն անգամ երբ որ դու ամաչում ես, կոմպլեքսավորվում ես, հուզվում ես եւ այլն, մանավանդ նոր ծանոթությունների ժամանակ, անծանոթ վայրերում, ուրեմն դու մարդուն բարձրացնում ես քեզանից ավելի վեր, օրինակ ինքը տնօրենն է։ Հա, դե որ ինքը տնօրեն է, կապ չունի, որ տրոսիկների խանութի տնօրեն է, ինքը տնօրեն է, всё, տնօրեն մարդը մեզ փոքրուց ոնց են դաստիարակել սովորեցրել, որ տնօրենը սենց կուլտուրական, ինտելիգենտ, խելացի, գրքեր կարդացած, զարգացած, այսպիսի անձնավորություն է։ Կազմի շարժարում տնօրենի տակ այդ ապանոճկայի պատկերի հետևում թաքնվում է հասարակ շիմպանզե, պրիմատ, իր բոլոր կեղտոտ սովորություններով, զգացմունքներով, բնածներով, նախանձով և բիոլոգիական աղբով հանդերձ։ Այստեղ պետք է հիշենք, սիրելիներս, մեր սիրելի Միկի Մաուսի օրենքը, լսել եք Միկի Մաուսի օրենքի մասին։ Չեք լսել երևի։ Ուրեմն Միկի Մաուսի օրենքը ասում է. ցանկացած Միկի Մաուսի հետևում, այդ սիրուն, հագնված մուլտիկների մեջ փոքրուց տեսնում ենք, չէ՞, Միկի Մաուսի խելացի ընկերասեր եւ այլն։ Ցանկացած Միկի Մաուսի հետևում հագնվում է հասարակ քրչոտ մուկիկ, որից գալիս է ահավոր գոզահոտ, կեղտոտ, մի փոքրիկ կրծող արարած։